Հաղորդման գործընկեր Արքայաձոր ռեստորան։ Սիրող բոլորին հրավիրում ենք նոր Արքայաձոր ռեստորանային համալիրի փակսրահ վայելելու ամենօրյա շոու ծրագրերը եւ համեղ խոհանոց։ Բարև ձեզ, ինչպես եք։ Բանվանության հետադարձ հայացք պիտի գցեք այսօր հաջողության ճանապարհին։ Ես վստահ եմ, որ այդ ճանապարհը ձեզ համար այդքան հարթ չի եղել։ Բանվանության հաջողության ճանապարհը հեշտ չի տրվում։ Իհարկե։ Շատ քարքարոտ եւ փշոտ ճանապարհ է։ Խոչընդոտներով լիքը, բայց եթե կա համառություն, պիտի հաղթահարես։ Եթե կա նպատակներ։ Եվ հաղթահարեցիք։ Այո, Հաղթահարում եք։ հաղթահարում ենք։ Դեռ պիտի հաղթահարենք։ Սկսենք մեր զրույցը։ Սկսենք։ Մի երազեք մանրուքների մասին, որովհետև փոքր երազանքները չեն հուզում մարդկանց սրտերը։ Մի վարանեք մեծ երազանքներ պահելուց եւ շատ մեծ քայլերով դրանց ետևից գնալուց։ Որովհետև եթե մի բան շատ ես ցանկանում, ողջ տիեզերքն է օգնում, որ այդ երազանքները իրականություն դառնան։ Հաջողության ճանապարհը երազանքից է սկսել նաև Global Aviatur-ը եւ Global Aviatur ընկերության հիմնադիր տնօրեն Կարեն Հովհաննիսյանն է այսօր մեր հյուրը հաջողության պատմություններով մեզ հետ կիսվելու։ Շնորհակալ եմ, պարոն Հովհաննիսյան։ Ես եմ շնորհակալություն հայտնում Տիկին Մուշեղյան հրավերքի համար եւս մեկ անգամ հյուրընկալվելու ձեզ դա ինձ համար եւ մեծ պատիվ է եւ պարտավորեցնող է։ Շնորհակալ եմ։ Ամեն ինչ սկսվեց երազանքից։ Այո, երազանքը, երբ որ ես տեսնում էի ծառայությունների ոլորտները, մարդկանց խնդիրները, իմ առջև նպատակներ դրեցի, երազանք ունեցա, որ պիտի ստեղծեմ մի ընկերություն, որը մեկ պատուհանի սկզբունքով գլոբալ մարդկանց խնդիրները լուծում տա եւ հենց այդպես էլ եղավ, իր անվանումը ստացավ գլոբալ եւ քանի որ նաեւ տուրիզմն էր, ավիատուրն էլ դրեցինք ու ունեցանք արդյունքում 4 կամպանիա, Կարշին շինարարական, Developing Realty աշխարհգույքի գործակալություն եւ Prestige ավտոմեքենաների ներկրում։ Հետո ժամանակի ընթացքում ավտոների ներկրումը ժամանակը չհասցնելով դադարեցրեցինք եւ արդեն նոր եւս մեկ ընկերություն ենք հիմնել, որ ավելի գլոբալիզացվի մեր կամպանիան, ծառայությունների սպասարկման ոլորտում մոդելային կամպանիա ենք հիմնել, որը ինքը Global Models Studio է կոչվում։ Ինչ է իրենից ներկայացնում։ Իրենից ներկայացնում է համերգների, կլիպների, իվենտների մենք մոդելներ ենք տալիս, նաև ինչի՞ չէ բիզնես հայցերի, երբ որ մարդիկ ուղեկցողներով են գնում, բայց շեշտադրումը դնում ենք միայն ոչ թե գեղեցկության վրա, նաև մենք տրեյնինգներ ենք անում, դասապատրաստումներ ենք անում, էթիկայի կանոնները, թե ինչպես պիտի հասարակության մեջ, այսինքն մարդուն, բիզնեսմենին տալիս ենք կիրթ ուղեկցող։ Սպասարկման մի ողջ Սպասարկման մի ողջ փաթեթ։ Այո։ եւ այդ ծառայությունը մատուցելու համար մի հզոր թիմ պիտի աշխատի։ Այո։ Այսօր ունենք այդ թիմը արդեն հավաքագրած եւ այդ թիմը արդեն հաջողությամբ աշխատում է, սկսված ինֆլուենսերներից, բլոգերներից, վերջացրած մինչև մեր աշխատակազմը եւ կարծում եմ եւս կհաջողենք մեր մյուս 3 կամպանիաների հետ միասին, որովհետեւ մենք ունենք նպատակ, աշխատանքի մեջ ունենք համառություն եւ ունենք տեսլական, որը որ տեսնում ենք թե ապագայում ինչ ենք կառուցելու մեզ համար։ Այո, կարևոր նախադրյալներից մեկը թերևս սա է։ Պարոն Հովհաննիսյան, առաջին հայացքից երբեմն թվում է, որ գործազրկության ոչ թե թվում է, այլ իրապես այդպես կա, գործազրկության բարձր մակարդակ ունենք, բայց երբ որպես գործատու փորձում ենք առնչվել աշխատակիցների հետ, ընտրել աշխատակիցներ, այստեղ բախվում ենք մի լուրջ հիմնաքարի։ Չունենք բավարար հմտություններով աշխատողներ, որոնք կլրացնեն կամ կուզենք, որ իրենք լրացնեն շարքերը մեր։ Ունեցել ենք երբևիցե նման խնդիր եւ ինչպես է այս խնդիրը հաղթահարվել։ Իհարկե դա գրեթե բոլոր գործատուների մոտ այդ խնդիրները կա աշխատուժի, որովհետեւ հիմնական խնդիրներից մեկը գալիս է նրանից, որ
հիմա ոնց որ տենդենց կա փոխվում է աստիճանաբար, բայց մարդիկ երբ որ գնում են սովորելու, չեն ընտրում նախ մասնագիտությունը, հետո գնում սովորելու։ Սովորում են ուղղակի դիպլոմ ստանալու համար։ Այս է բերել այս խնդիրներին, որ չունենք մասնագետներ։ Երբ որ դու փորձում ես լավ որակյալ մասնագետներ ման գալ, որ ասում են աշխատանք չկա, իրականում աշխատանք շատ կա, բայց կան մարդիկ, որոնք չեն համապատասխանում, բայց գործատուներ կան նաև շարժվում են հետևյալ սկզբունքով, ասում են դե ստիպված ենք, ստիպվածը արդյունք չի տալի բիզնեսում։ Օրինակ մենք մեր հիմա ունենք հստակ հարցաշարեր, աշխատանքի ընդունելուց չի համապատասխանում, չենք էլ ընդունում աշխատանքի։ Գործատուի երազանքն է երբեմն արտադրել առանց աշխատողի երազանքն է վաստակել, ավելի շատ վաստակել առանց շատ չարչարվելու առանց աշխատանքի։ Այս բարիերը, հա, ինչքանով է կարողանում հաղթահարել եւ ինչ մեթոդներ ունեք սեփական մշակված։ Ուրեմն այս պարագայում շատ դժվար է այդ մեթոդը, որովհետև միշտ աշխատողն ուզում է քիչ աշխատի, շատ վաստակի, բայց ենթագիտակցության վրա որ ազդում ես իրա, որ այնայի քո աշխատանքը ոչ թե դու քիչ պիտի աշխատես, այլ քիչ ռեսուրսով բարձր եկամտաբերություն բերես, այս պիտի տարբերակես դու, թե քո մոտ որ սկզբունքով ես դու դա առաջնորդվում։ Վերջերս մշակեցինք մի բան եւ տվեց իր արդյունքը տուր փաթեթների հարցով, ամեն մեկ աշխատակիցին ասի ձեզ տարանջատում եմ, որ մեկը փաթեթ վաճառեց x% ինքը ստանում է ու սկսեցին ավելի ակտիվանալ։ Հասկացանք, որ այդ մեթոդը ոնց որ աշխատեց այդ իրենց ենթագիտակցության վրա, բայց իրականում իմ ձգտելը նա է իմ բիզնեսի մեջ, որ կգա մի ժամանակ, երբ որ դու արդեն քնած կլնես, բիզնեսը կսկսի քո համար գումար աշխատել, այդ եւ այն ֆիդբեքները արդեն դու կտեսնես շոշափելի դաշտերում, ոչ թե ասենք ինչ որ նամակագրության կամ բան, այլ որ կխոսեն։ Եվ հիմա ես այն ճանապարհին եմ, գրում եմ իմ բրենդի գիրքը, շատ շուտով նաև ես ձեզ խոստացել եմ մի անգամ շատ շուտով դրա մասին եւս մենք կհանդիպենք եւ կմեկնաբանենք դա եւ կարծում եմ որ պետք է այդ բրենդի գիրքը գրելու հետ վերջացնելու հետ մեկտեղ նաև պիտի հասցրած լինենք բրենդավորել այն ասպարեզում միջազգային շուկայում, որը որ ես իմ կամպանիան ուզում եմ տեսնեմ, այդպես պիտի տեսնեմ։ Պարոն Հովհաննիսյան, սեփական բիզնես սկսեցիք բավական երիտասարդ տարիքում։ Հիմա պիտի խնդրեմ, որ հետ գնաք ու այդ առաջին քայլերը ու այդ նախադրյալները, այն ուժը, որը որ ձեզ ստիպեց կանգուն մնալ ձեր երազանքներում։ Սկզբնական ուրեմն արտադրությունից եմ ես սկսել իմ բիզնեսը, մակարոնի արտադրամաս էինք հիմնել, մենք եղբայրներով Հայկ ֆիրման, եղբորս տղայի անունը էինք դրել։ Ես միշտ երազում էի ու միշտ գրքեր էի կարդում, որ չպիտի աշխատեմ, այլ պիտի բիզնեսով զբաղվեմ, որովհետև դպրոցներում կա մի հասարակարգ, մի բան, որ մարդկանց միշտ տանում են նրան սովորացնում, որ մարդիկ ուղղակի աշխատեն, ուղղակի ենթարկվեն, իրենք իրենցը չստեղծեն, բայց ես միշտ հակառակն էի նայում, որ ոչ, պետք է ես իմը ստեղծեմ, ես անկախ պիտի լինեմ, կախվածություն չպիտի ունենամ եւ ստեղծեցի մակարոնի արտադրամաս։ Բայց հետո երկար տարիների այն ժամանակ մեր երկրում մոնոպոլիա էր գործում, ճշվեցինք մեծ գումարներով եւ ակամայից եկավ մի միտք իմ մոտ, որ պետք է հիմնեմ այնպիսի բիզնեսներ, որ եթե ունես կրեատիվ մտքեր, անընդհատ դու հանդես ես գալի նորարարական գաղափարներով, քեզ ոչ մի օլիգարխ, ոչ մի մոնոպոլիա չի կարողանալու խանգարել։ Եվ դրա համար ես հիմքը դրեցի տուրիզմ, անշարժ շինարարություն, այսինքն եթե տալիս ես որակյալ նաև շինարարությունը մարդիկ կմտածեն, որ մեծ փողերով կարան խեղճացնել, բայց չէ, որովհետև եթե դու որակյալ աշխատանք ես տալի, մարդիկ գալիս են քո մոտ եւ գինը մաչելի է սպառում։ Դրա համար այդ երեք ոլորտները երբեք չի խեղճանում ու որևէ մեկը չի կարողանում մոնոպոլիա այդտեղ խապահովի, դրա համար այստեղ շատ լավ ենք զգում ու կարծում եմ դեռ նպատակներ կա եւ երկար ճանապարհ կա։ Այո, խոչընդոտներ են, եթե մենք այդպես ենք անցալում, բայց մյուս կողմից դրանք հնարավորություններ են, որոնք ընձեռում են մեզ կյանքի որոշակի փուլում։ Կարող ենք արդյոք մտածել, որ մակարոնի արտադրամասը
չարթարացնել է իրեն եւ մեկ այլ արդեն բիզնեսով զբաղվելը եւս մեկ հնարավորություն էր, որ տրվեց։ Չէի ասի չարթարացնել էր, որովհետև այդ շուկայում էլ էինք հաջողել, բավականին մեծ թվով հաճախորդներ ունեինք, ուղղակի հարցը նրանում էր, որ ինքը ավելի մեծ հնարավորությունների ինձ մղեց։ Այդ դժվարությունները ինձ ստիպեց ավելի մեծ բաների մասին մտածել։ Այդ խնդիրները ինձ միշտ տանում էր նրան, որ դու պիտի այն անես, որ որևէ մեկից կախված չէ, որ դու քո բիզնեսը սկսել ես կախվածություն չունենալու համար, չաշխատելու համար։ Հիմա դու արդեն կախվածություն ես։ Աշխատելու թե ավելի շատ աշխատելու։ Երբ չենք սկսում բիզնեսը, գործը մտածում ենք, որ առանց աշխատելու կարող ենք շատ եկամուտ ունենալ, բայց երբ սկսում ենք, հասկանում ենք, որ պիտի ավելի շատ աշխատենք։ Ես իհարկե այդ աշխատելը նկատի ունեի պետական աշխատանքի մասին, ժամային, որ գնում աշխատանքի գալիս ես, բայց իրականում բիզնեսի մեջ չաշխատել, դա ես չեմ պատկերացնում, որ կա որևէ բիզնեսմեն, որ կարա իր բիզնեսի մեջ չաշխատի։ Իրականում իմ համար 24 ժամ աշխատանք։ Ես կարող եմ երեկոյան 4-ին, 5-ին, 3-ին հելնեմ իմ համակարգիչը բացեմ, նստեմ ու սկսեմ աշխատել։ Ասենք մի հատ գաղափար եկավ, ու իմ բրենդի գրքի վրա աշխատանքը, իմ ստեղծագործությունը, նաև ստեղծագործում եմ ես։ Այդ բան, այսինքն իմ համար ժամ չկա աշխատանքի մեջ։ Հեն որ ասում եմ քնած լինես գումար աշխատի բիզնեսը, դա էլ է հարաբերական իմ համար, ուզում եմ ասեմ, այնքան որ կանոնավորված լինի բիզնեսը, չգնաս իր հետևից նոր գումար աշխատես, արդեն ինքը այնքան կանոնավորված լինի, որ հստակ իր կրիտերիաներով գումարդ մտնի բյուջե։ Գլոբալ ավիատուրն այս տարի 15-ամյակն է նշելու։ Այո, 15 տարիների հիասթափությունների, հաղթանակների ու զրացման տարիներ։ 15 տարիների մեջ շատ հիասթափություններ ենք ունեցել, բայց կար ոգեշնչող մի բան, որ ինքը միշտ մեզի ուժ էր տալիս, ինձ ուժ էր տալիս, այսինքն ես մտածում եի այսօր վատ է, վաղը վատ է, մյուս օրը լավ է լինելու։ Ու այդ փորձությունները, որ ինքը միշտ մեզի ուժեղացնում էր, ամեն մեկ փորձություն եւ տալիս էր, ճիշտ է, մեր սեփական փորձից էինք դա դասեր քաղում, ոնց որ Եվրեն դիմեցինի սխալների վրա է սովորում, մենք մեր սեփականի վրա էր, դա եւս շատ անդառնալի բաներ տվեց, բայց ուրախալի լուր էր, որ այդ անդառնալին ոչ թե մեր հեղինակությունն էր, ոչ թե մեր անունն էր, ոչ թե կամպանիայի անունն էր, այլ ընդամենը գումարներ էր, եւ դրանք շատ հեշտ լուծվող ու վերականգնվող էին, եւ այս խոչընդոտների մեջ մենք այս տարիների ընթացքում միշտ քարի վրա դնելով կարողացել ենք մեր հեղինակությունը բարձրացնել եւ նաեւ 18 թվականից հետո ընդհանրապես բեկումնային է լավ, երբ որ հանդիպեցի իմ տիկնոջը, արդեն մի հատ ընկեր ձեռք բերեցի նաեւ բիզնեսում, որը որ ասենք շատ հարցերով կարողացա հենվել, հենարան դարձավ եւ ավելի մի փոքր հեշտ դարձավ ինձ համար բիզնես անելը։ Քայլելը։ Այո։ Հաջողությունների մասին այսօր մի տեսակ ավելի հեշտ եք խոսում։ Կարող ենք արդյոք ենթադրել, որ այդ ճանապարհն ավելի հեշտ է եղել, քան սովորաբար։ Շատ ավելի դժվար է եղել, դրա համար հեշտ ենք խոսում հաջողությունների մասին, որովհետև դժվար ճանապարհով ստեղծածի մասին ես կարողանում հեշտ խոսես, մեծական խոսք ասում այն ինչը դժվարության ձեռք ես բերում հեշտությամբ երբեք չես կորցնի։ Դրա համար այդ ինչ որ տրվել է դժվար է տրվել, ահագին խոչընդոտներով, ճանապարհներով շատ մեծ ճանապարհ ենք անցել եւ կարողացել ենք այսօր ունենց պահել, որ հաստատուն լինի մեր բիզնեսը։ Այդ անցած այդ դժվարին ճանապարհն է, որ մեզ այտենց է դարձրել, մեզ սովորացրել է, մեզ կրթել է, մեզ ռազմավար է դարձրել բիզնեսի մեջ, ստրատեգ է դարձրել, դրա համար հիմա կարողանում ենք հեշտությամբ խոսել այդ բիզնեսի մասին, բայց ինքը այս ճանապարհը հեշտությամբ չի տա։ Վստահ եմ, որ այդ ճանապարհին նաև հաջողության բանաձև ձեզ համար ստեղծեցիք, հորինեցիք, գրանցեցիք։ Այո, հաջողության բանաձևները մեկը չի, հաջողության բանաձևները շատ սկսեցինք տարբեր ուղիներ փնտրել, հաջողության բանաձևերից մեկը նաև շատ գրավական եղել է իմ մոտեցումներից, որ երբեք մարդկանց հետ, իմ հաճախորդների հետ չեմ հարաբերվել բոլորի նման։
ամեն մեկը յուրահատուկ վերաբերմունք է ինձանից տեսել, որովհետև դա հենց հաջողության բանաձևի է, երբ որ խոսում ես հարգելիս, արդեն մարդը հասկանում է, որ դու իր համար կարևոր չես, ինքը քեզ շաբլոմացնում է, բայց երբ որ մարդը դու հարգանքով, հա, Տիկին Մուշեղյան ջան, եւ մարդը հասկանում է, որ դու իրեն կարևորում ես, եւ դա տալիս է շատ մեծ վստահություն եւ հարգանք, տարբեր բիզնեսային մանիպուլյացիաներ, որոնք մարդկանց զբաղվում են, բայց իրականում մենք այդ մանիպուլյացիաներով չենք զբաղվում, իրականում այն ինչը որ ունենք մեր ներսում, մենք ցույց ենք տալի դա մարդկանց, եւ մեր էմոցիաներով, եւ մեր աշխատանքով, եւ մեր հարգանքով ու հավատքով եւ փառքասու այսօր ունենք 3 կամպանիաները միասին արդեն 27800 հաճախորդ ավել գողունակ հաճախորդ իսկ դա այդքան ու կարծում եմ որ մենք մինչև 2026 թվականը պիտի կրկնապատկենք այդ թիվը, քանի որ գնում ենք միջազգային բրենդինգավորման արդեն։ բայց պիտի հիշենք հիմա, որ ամեն ինչ գլոբալ ավիատուրը իր գործունեությունը սկսեց մի փոքրիկ ընդհանրապես ավիաընկերությունից։ Երբ որ աշխատանքը սկսեցինք, այն ժամանակ ոչ պրոֆիս կար, ոչ բան, ընկերս Թամադա սերվիս ուներ, տենց մի սենակի մեջ վերցրեցինք ինքը իր անկյունը, ես իմ անկյունը, հետո հասկացանք, որ չէ, արագ ենք աճում եւ իմ հաճախորդներն իրեն էին խանգարում, իր հաճախորդները ինձ սկսեցինք առանձնանալ արդեն եւ վարձեցի գրասենյակ, հետո արդեն սկսեցի աստիճանաբար զարգացնել 1 աշխատող, 3 աշխատող, 7 աշխատող ու տենց մինչև թիվը հասցրեցինք 50-ի։ Այսօր 2 մասնաճյուղ ունի։ Այսօր 2 մասնաճյուղ ունի, պատրաստվում են 3-ին, ասու հաջողությամբ մինչև տարվա վերջ ունենք նպատակներ, որ 4 մասնաճյուղ պետք է հիմնենք, բայց նաև հիմա շատ ագրեսիվ մարքեթինգ ենք սկսել, TV, ռադիո, ինֆլուենսերներ, բլոգերներ, դրա համար այդ 7 կոմպոնենտով մի քիչ հիմա թվայնացում, բրենդինգ, բոլորը միասին սկսել ենք արդեն թվայնացումներ վերջացրել ենք, արդեն ապրիլի 1-ից ինքը կգործարկվի եւ դրա համար մի փոքր ավելի հիմա շատ դանդաղ ենք քայլում էլի դեպի մեր նպատակները։ Այո, բայց այսօր գլոբալ ավիատուրը գնում է դեպի միջազգային հարթակ, Գլոբալ ավիատուրը որն իր մեջ ներառում ինքը իր մեջ ներառում է ՍՊ-ն, ինքը արտակնապես երբ որ ասում ես գլոբալ ավիատուր, մարդիկ միանգամից ասոցացնում են туриզմի հետ, նման դեպք ունեցանք նախանցյալ տարի էր, երբ որ մեր կորպորատիվն էր, SAF ակումբում էինք անցկացնում եւ հայտարարեցին, որ այստեղ գլոբալ ավիատուրի հիմնադիրը հյուրասիրություն անում բոլոր սեղաններին, հայտարարեցին գլոբալ ավիաընկերության տերը բան, որ բոլորը որ ավիաընկերությունն ուղղությունները որտեղ է, ասինք որ դա այդպես չէ, էլի ուղղակի սխալ են ներկայացնում։ Ինչը գլոբալ ավիատուրն է, ուղղությունը Հայաստանն է, կամպանիան ինքը որպես ՍՊ-ն, կամպանիան ինքը այո ճիշտ է, գլոբալ ավիատուրն է, բայց ինքը իր մեջ ներառում է մյուս կամպանիաները արդեն իրենց տարբերանշաններով եւ անուններով, անշարժ գույքը Developing Realty-ն է, շինարարությունը Կարշինն է, մոդելային ընկերությունն էլ արդեն օրգանիզացիա Global Models-ի օրգանիզացիա ստուդիո։ Այո։ Եվ այս 4 կամպանիաներ, այսինքն ես որտեղ որ հանդես եմ գալի 4 իմ կամպանիաներով։ Այսինքն եթե միջազգայնացման հարց կա, նաև 4 իմ կամպանիաներն են հանդես գալի, անշարժ գույքով էլ արդեն դուրս ենք եկել արաբական էմիրություններ, վաճառքներ, Եվրոպայում վիլաներ, հիմա արդեն Ամերիկայի հետ ենք պայմանագրեր կնքում, շատ շուտով արդեն պայմանագրերի փուլը կավարտենք եւ սկսենք նաև Ամերիկայում վաճառքները։ Պարոն Հովհաննիսյան, բիզնեսում առաջին ու ամենակարևոր քայլը ո՞րն է, թե սխալ է ամենակարևորը ասելը։ Ամենակարևորը մի քիչ կդժվարանամ ասեմ, բայց բիզնեսի համար մեկ կոմպոնենտներից մեկը դա համառությունն է, ես կարծում եմ իմ սուբյեկտիվ կարծիքով։ Եթե ունեցար ձգտում համառություն ինչ-որ բանի, հավատ ինքդ քո նկատմամբ, կարևոր չի ինչին ես հավատում, ընտանիքիդ ես հավատում, քեզ ես հավատում, Աստծուդ ես հավատում, կարևորը որ դու հավատաս։ Երբ որ դու հավատում ես ինչ-որ մի բանին, ոգեշնչվում ես դրանով, դու կարող ես։
Եթե դու ունես համառություն, 1 չհաջողեցիր, 2 չհաջողեցիր, 3, բայց 4-5 գնացիր, միևնույն է հաջողելու ես։ Որովհետև շատ փորձեր, շատ բիզնեսմենների մեջ տեսել ենք, մեկ արել են չի ստացվել, երկրորդ արել ասեն դե լավ, դե չի մեզի մերը չի ստացվում, բայց մեր մոտ այտենց չի։ Ունենք նպատակ հստակ դրած, վեր ենք լուծում, ինչի չստացվեց, կարող է ճիշտ տեսանկյունից չմոտեցանք, կարող է ինչ-որ մի բան խոչընդոտ եղավ, մենք չտեսանք, ավելի քիչ հորիզոնով էին գնացել, ավելի ենք մեծացնում տեսա հորիզոնը, հասկանանք ինչն էր խնդիրը, եւ անպայման ես իմ կյանքում չկա տենց մի հատ նպատակ, որ դրած լինեմ ու հասած չլինեմ։ Ու շատ նպատակներ ունեմ ու աստծո հաջողությամբ, աստծո կամոք, իմ ընտանիքի օգնությամբ էլի պիտի հասնեմ։ Ասում են փոքր մարդիկ ավելի շատ բան են պահանջում ուրիշներից, իսկ առավել իմաստունները իրենցից։ Այո, 2013 թվականն էր, մեծ ֆինանսական կորուստ ունեցա, փոխարենը որ ժամանակ ծախսեի, իրականում շատ բաներ այնպես ստացվեց, որ մարդիկ իրականում դա արեցին էլի, որ այդպես եղավ, բայց իրականում քան ժամանակ ծախսեի, որ մարդկանց մեղադրեի, քան ժամանակ ծախսեի, թե խի այսպես եղավ, ամբողջը դրեցի մի կողմ ու լծվեցի այն բաներին, թե որտեղ եմ ես սխալվել։ Անգամ եթե դա միևնույն է իմ մեղքն է, որովհետև այդ գործընկերներին ճիշտ չեմ ընտրել ուրեմն ժամանակին, որ իրենք արեցին դա, ոնց որ ասած, միտումնավոր տարան դրան, բայց ես այդ սխալները իմ մեջ գտա, թե որտեղ եմ ես սխալվել, որտեղ իրանց ճիշտ չեմ ընտրել, որտեղ իրանց մոտ եմ թողեին ֆինանսներին, եւ դա ինձանից պահանջվեց ընդամենը 4 ամիս վերականգնու։ Եվ դա այն խնդիրն էր, որ ես ճիշտ գնահատեցի իրավիճակը, ոչ մեկին չմեղադրեցի, որովհետև երբ որ սկսում ես դու մարդկանց մեղադրել, դա ժամանակի կորուստ է, հետո քո սխալները ուզում ես ծածկես, քո սխալները չես տեսնում, իսկ դա բիզնեսմենին շատ է խանգարում։ Այդպեսով բիզնեսմենը չի կարող կայացնել իր բիզնեսմենը, այն բանն է իր մոտ դառնում, որ ես, ու դա շատ է խանգարում, ու այդ իմ անցած ճանապարհի մեջ ես դա զգացել եմ, որ ու քանի գնում ես ինչքան որ իմ հնարավորությունները մեծանում է, ինձ ավելի բարի է դարձնում, ավելի սկսում եմ ուշադրություն դարձնել տարբեր խավերին, որ մարդիկ դրա կարիքն ունեն, ես դրանից ավելի հաճույք եմ ստանում, բարի գործ կատարելուց ես ավելի հաճույք եմ ստանում մարդկանց, եւ դա ուժեղացնում է նաեւ իմ բիզնեսը։ Մշտապես օգնությունն ու ուշադրությունը երեխաներին, կրթական ուսումնական հաստատություններին ես գիտեմ, որ ձեր հիմնական ձեռագրերից է։ Այո, ոչ միայն երեխաներին, ուղղակի կուզեի փակագծերով խոսենք, որովհետև այլապես իմ արածը արժեք չի ունենա, քանի որ ես հարել եմ, որ իրենք լավ զգան եւ ես Աստծո առաջ լավ զգամ, ոչ թե անեմ եւ սկսեմ խոսել դրա մասին, նաեւ ծերերին, որովհետև երկու իմ համար աշխարհում կան գոյություն ունեցող սրբություններ նաեւ, դա մեկ մանուկներն են, մեկ մեր մեծահասակներն են, մեր կյանքի նպատակները, երբ որ իրենց սիրենք, մենք ամեն ինչ կհաջողենք, երբ որ իրենց մասին հոգ տանենք, Աստված էլ մեր մասին հոգ կտանի, դու ես միշտ դեմ եմ եղել, որ այսպեսի խոսքեր կան, աշխարհում վատ ծնող չկա, վատ երեխա կա, ես միշտ օրինակը բերել եմ, քանի աշխարհի 30 կա մանկատուն ծերանոց եւ կա վատ երեխա եւ վատ ծնող։ Պարոն Հովհաննիսյան, Global Aviator-ը туриզմի ոլորտից իր գործունեությունը սկսեց 15 տարի առաջ։ Այնց հետաքրքիր է, երբ մեկնարկը տվեցիք աշխատանքի, պատկերացնում եք, որ տարիներ անց պիտի ունենաք այն, ինչ հիմա ունեք, թե պատկերացումներն ավելին էին, դեռ պիտի հասնեք դրան։ Պատկերացումներն ավելին էին եւ դեռ շատ բաներ ունենք անելու, շատ նպատակներ կան туриզմի ոլորտում, նաեւ դրանցից մեկն էր, որ туриզմի ֆեդերացիայի խորհրդի անդամ դարձա վերջերս, որովհետև որ իմ ձայնը լսելի լինի, այն խնդիրները ինչ որ տեսնում եմ, կարողանամ բարձրաձայնեմ, այն ծրագրերը ինչ որ ունեմ Հայաստանը ճանաչելի, ես որպես այդպեսին մի փոքր մարդ եմ, բայց ամեն մի փոքր մարդ, որ փորձի Հայաստանը ինքն իր հնարավորություններով, պատկերացումներով ճանաչելի դարձնի, որովհետև մեր երկիրը բաց երկնքի տակ թանգարան է,
ամբողջ աշխարհում թե իր հնարություններով, թե իր գեղեցկություններով, եւ ես տարբեր ճանապարհներ եմ պրպտում, տարբեր բաներ եմ անում, որպեսզի կարողանամ туриզմն ավելի առավել գեղեցիկ, ավելի ճանաչելի դարձնել։ Նպատակն ինչ որ տեսնում եմ դեռ չեմ հասել։ Այն ինչ սկիզբ որ ես նպատակը, որովհետեւ ես եթե մի գործ սկսում եմ, այնպես չի որ ես ուղակի վերցրեցի, սկսեցի, տեսնում եմ առաջին չա իմ առջև դրված, հետո փնտրում եմ միջոցները, թե ճանապարհին ոնց հասնեմ։ Դեռ շատ ճանապարհ ունեմ այդ իմ նպատակին հասնելու համար։ Նրանցից մեկը նաև միջազգային ճանաչումն է։ Մեծ գաղափարները մարդկանց մեծացնում են, զորացնում։ Մեծ գաղափարները նաև մեծ երազանքների ու շատ մեծ սիրտ ունենալու մասին են խոսում։ Մի վարանեք ունենալ մեծ երազանքներ եւ շարունակեք գնալ դրանց ետևից։ Իսկ մեծ երազանքից հաջողության ճանապարհի մասին այսօր մեզ հետ զրուցեց Global Aviatur ընկերության հիմնադիր տնօրեն Կարեն Հովհաննիսյանը։ Շնորհակալ եմ, պարոն Հովհաննիսյան։ Ես էլ եմ շնորհակալություն հայտնում կրկին անգամ հյուրընկալվելու համար, ձեր վստահության համար եւ այս պատվի համար, որ շատ պարտավորեցնող է ձեր մոտ հյուր ամեն անգամ ձեր մոտից գնալուց ես նոր ոգեշնչված, նոր գաղափարներով սկսում եմ հանդես գալ։ Հաղորդման գործընկեր Արքայաձոր ռեստորան։ Սիրով բոլորին հրավիրում ենք նոր Արքայաձոր ռեստորանային համալիրի փակ սրահ վայելելու ամենօրյա շոու ծրագրերը եւ համեղ խոհանոց։